Ժողովուրդ ջան, մեր ու խոսք էլ ես ասեմ, մեր Արման Ծառուկյանի պահով։ Ուրեմն, բայց ես ճիշտն եմ ասելու, ոնց կա, ժողովուրդ ջան։ Ուրեմն, Ղարաբաղից եւ Ղարաբաղի իշխանությունները Ղարաբաղը լուծարեցին ու հեռացան, ինչքան փաստաթուղթ կար, լրիվ այրեցին։ Նրանք լավ գիտեին, որ դա ասենք հայերի ձեռը չի ընկնելու, թուրքերի ձեռն անգ, բայց թուրքերը լրիվ հրապարակելու են։ Ու Հայաստանը իմանալու է սրանց արած ամեն ինչը։ Հասկանում եք։ Ուրեմն սրանք այդ փաստաթղթերը լրիվ այրեցին, բայց Արցախի դրոշները թող են իրանց կաբինետում կախած, որ Ալիևը գա, Արցախի դրոշները փռեն ոտների տակ, նա էլ ոտները մաքրի Արցախի դրոշով։ Բան չի այդ կաբինետներում, որ այդ ամեն ինչը վառում էիք, այդ դրոշներն էլ վրներ այդ փաթաթեիք։ Սովետական միության ժամանակ, Սովետական միության դրոշը 4 տարի վրեն փաթաթած տարել է, որ Բերլին է հասել։ Բա բերեիք, դրոշները չի եք թողում կաբինետներում, որ գան Ալիևի ոտների տակին փռեն, նա էլ ոտները մաքրի։ Հիմա կպել են Արման Ծառուկյանից, ինչի Արման Ծառուկյանը Արցախի դրոշը չի բարձրացրել է Հայաստանի դրոշը։ Են որ սոխերն եկան Հայաստանի դրոշը չէիք բարձրացնում, սոխերի դրոշն էիք բարձրացրել, տորթի վրա էլ գրել Սլավա Ռոսիայի։ Հայաստանի դրոշը գոյություն չուներ, մոռացել եք, ինչ չէիք բարձրացնում Հայաստանի դրոշը, իսկ հիմա ամեն ինչ Հայաստանից եք պահանջում։ Բանու գործներդ կորցրել եք արդեն Արման Ծառուկյանին եք քննադատում։ Մի հատ ընդդիմադիր, Հայաստանում քանի հատ ընդդիմադիր կա ընդդիմադիր, Արման Ծառուկյանի են ոտների եղունգների կեղտը չարժեք։ Արման Ծառուկյանը համարյա ամեսը մի անգամ ամբողջ աշխարհում Հայաստանի դրոշն է բարձրացնում, ամբողջ աշխարհը, մի աշխարհա մի հատ Արման Ծառուկյան, այ հարիվներ։ Ես էլ գիտեք ինչ ցա գալի։ Վարացիներն են Արմանից ինչ որ բաներ գրել, սրանք էլ ոգևորվել են, իրանք են սկսել գրելը։ Են Տապուրյան պարտվել, նա միշտ Արմանից լավ բան ոչ մի անգամ չի ասել։ Հիմա նրանք մի երկու բան են ասել, սրանք էլ ոգևորվել են այս հարիվները, Ղարաբաղի դրոշը։ Ղարաբաղի դրոշը ով կուզի բարձրացնի, բոլորն էլ ամոթ են անում հենց այդ Ղարաբաղի իշխանությունների պատճառով։ Իսկ Ղարաբաղի իշխանությունը Ղարաբաղը լուծարի, ես այդ դրոշը բարձր պահեմ, ինչ անեմ։ Կրկնում եմ Արման Ծառուկյանի ոտերի եղունգի կեղտը չարժեք ամբողջ ընդդիմադիր դաշտով։